Բարև ձեզ, ես Տանյան եմ Արամյան, մեծահասակների նեֆրոլոգ Արաբկիր բժշկական համալիրից։ Այսօր կխոսենք ինչպես պահպանել երիկամների առողջությունը եւ նաեւ կբարձրաբանենք երիկամների ցավի հետ կապված թյուրըմբռնումը։ Ինչպես գիտենք, երիկամները զույգ լոբաձև օրգաններ են, տեղակայված են գոտկային L1 ողի մակարդակին, սակայն չնայած իրենց փոքր չափերին ունեն բավականին մեծ ֆունկցիա եւ կենսական կարևոր օրգաններ են համարվում։ Իրենք կարգավորում են ջրաղային, թթվահիմնային, էլեկտրոլիտային բալանսները, կարգավորում են զարկերակային հիպերտենզիան եւ նաեւ օրգանիզմից հեռացնում են կենսակորցնայության արգասիքները, այսպես կոչված թափոնները։ Ի տարբերություն այլ օրգանների, երիկամների հիվանդությունների ժամանակ շատ քիչ տոկոս դեպքերում ենք ունենում երիկամային ցավ։ Հաճախ մեզ դիմում են բուժառուներ, ովքեր նշում են մեջքի հատվածում ծակծկոց, գոտկային հատվածի շրջանի ցավեր, սակայն պետք է նշել, որ մեջքի հատվածի ցավը շատ հաճախ կապված է լինում ողնաշարի, մկանների կամ նյարդերի այլ խնդիրների հետ։ Երիկամային ցավը լինում է քարերի հետ կապված կամ երիկամների բորբոքումների ժամանակ, սակայն նույնիսկ այդ դեպքում երիկամների ցավը ուղեկցվում է այլ ախտանիշների հետ, օրինակ արյունային մեզ, սրտխառնոց, ջերմության բարձրացում, միզելիս, այրոց եւ ցավի զգացողություն։ Այսպիսով եկանք այն եզրահանգման, որ երիկամները հիմնականում անցավ օրգաններ են եւ երբ որ մենք ունենք մեջքի հատվածում ցավեր կամ գոտկային շրջանի ցավեր, չպետք է խուճապի մատնվել, այլ դիմել նեղմասնագետի եւ գտնել ցավի պատճառը։ Եկեք նաեւ խոսենք, թե ինչպես պահպանենք երիկամների առողջությունը, քանի որ երիկամային հիվանդությունները ամբողջ աշխարհում, այնպես ինչպես նաեւ Հայաստանում մեծ տարածում ունեն, որը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի, ճարպակալման եւ հիպոդինամիայի աճող տենդենսի հետ, երիկամային հիվանդությունների առողջությունը պահպանելը համարվում է շատ կարեւոր։ Նշենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնի մեր հասարակությանը եւ զգոնություն կառաջացնի պահպանելու երիկամների առողջությունը։ Առաջին հերթին օգտագործեք բավարար քանակի հեղուկներ, խուսափելու համար ջրազրկման էպիզոդներից եւ կանխարգելելու համար երիկամների սուր վնասումը, հատկապես շոկ եղանակին։ Զարկերակային ճնշման հսկողություն, անպայման անհրաժեշտ է չափել զարկերակային ճնշումը եւ բարձր ցուցանիշների դեպքում դիմել նեղմասնագետի, քանի որ զարկերակային հիպերտենզիան համարվում է ամբողջ աշխարհում հայտնի գործոն երիկամային անբավարարության առաջացման հարցում։ Գլյուկոզայի անպայման հսկողություն, քանի որ շաքարային դիաբետը թիվ 1 պատճառն է քրոնիկ երիկամային անբավարարության ամբողջ աշխարհում։ Կարևոր է նաեւ պահպանել ճիշտ սննդակարգ, խուսափել կերակրի աղի շատ օգտագործումից, օգտագործել թարմ բանջարեղեններով հարուստ սննդամթեր։ Խորհուրդ է տրվում նաև ֆիզիկական ակտիվություն, օրական 30 րոպեից մինչև մի ժամ միջին ինտենսիվության ֆիզիկական վարժություններ, որի օգնությամբ կխուսափենք հավելյալ քաշից եւ ճարպակալումից։ Շատ կարեւոր է նաև խուսափել ցավազրկող դեղորայքներից, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքների շարքից, որոնց երկարատև տևական օգտագործումը նույնպես բերում է երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման։ Հաջորդ կարևոր հանգամանքը զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ եւ մարդիկ, ովքեր իրենց ընտանիքում ունեն երիկամային հիվանդություններ ունեցող հարազատներ, անպայման պետք է հետազոտվեն երիկամների հետ կապված եւ խնդիրների առկայության դեպքում պետք է դիմել նեղմասնագետի։ Եվ ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում, երիկամային հիվանդությունները նույնպես ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Այսպիսով հոգ տարեք ձեր երիկամների մասին եւ իրենք կհոգան ձեր մասին։